Քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտակայքում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մի խումբ տղամարդիկ փորձում էին խոչընդոտել։ Ըստ ակտիվիստների նրանք ֆիքսում էին այն ավտոմեքենաների համարանիշները եւ վարորդներին, ովքեր մասնակցելով ակցիային քաղաքացիներին անվճար տեղափոխում են։ Ֆիքսում են այն մարդկանց, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում, որ տրանսպորտի սակագինը թանկացել է։ Այսինքն ու հետո իրանք ես գիտեմ, որ հատիկ մտնելու են բնակարանները ու պատժելու են մարդկանց։ Ինչպես բոլոր այսպիսի ռեժիմ ունեցող պետություններում է։ Ժողովուրդ վճարում ենք 100 դրամ։ Ակտիվիստներից ոմանք, ովքեր Ավան թաղամասի բնակիչներ են, պնդում են, որ խոչընդոտող տղամարդկանց մի մասն աշխատում է Ավանի թաղապետարանում, համատիրությունում, կան նաև քաղաքապետարանի աշխատակիցներ։ Չգիտեմ ինչպես կարելի է իրանց կոնկրետ անուններով ասել, բայց նաև իրանց հետ է թաղի խուժանը, բայց ամենասարսափելին այն է, որ այս ամեն ինչի հետ խառնված է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որը ես գտնում եմ, որ անթույլատրելի է։ Իդեպ նշենք, որ տարածքը վերահսկում էին նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Դուք եք ակտիվիստ, բայց չեք հետևում։ Ներկայանաք որպես ոստիկանության աշխատակից։ Ակտիվիստները քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտակայքից շարունակեցին իրենց ճանապարհը դեպի մոտակա կանգառներ։ Հերիքաստրուկի նման ապրեք, Մենք ենք տերը մեր Ավանի։ Ակցիան շարունակվեց կանգառներում, վարորդներից ոմանց բարկացնում էր ակտիվիստների գործողությունները։ Մի մասն էլ հորդորում էին շարունակել պայքարը եւ պնդում, որ իրենք քաղաքացիներից 100 դրամ են վերցնում։ Ժողովուրդ նախքան ստել 100 դրամ պատրաստեք, գրեք իչ է, 100 դրամ վերցրեք, որ իմանամ դրանից քեզի փոջելը փող ամեն։ Այս օրենքը հաստատված։ Ասի իրանք իրավունք չունեն։ Մենք ուզում ենք, որ դու բարեկեցիկ ապրես։ Քաղաքացիները չեն ընդունում այն մեկնաբանությունները, որոնք հնչում են քաղաքապետարանից, մասնավորապես այն, որ ուղևորցի թանկացման պատճառներից մեկը ուղևորների հարմարավետության բարելավումն է։ Ըստ ակտիվիստների անհրաժեշտ է նախ բարելավել կյանքը, հետո մտածել թանկացնելու մասին։ Ավելի ոտով գնալ, քան թե 50 դրամը ինչի համար չեմ հասկանում տալ։ Եթե գազի բարձրացումը այնտեղ ասվում է 120 մաքսիմում պետք է մուծել։ Հիմնական խնդիրը նա է, որ գծատերերը օլիգարխներ են, ունևորներ են, իրենք ինչպես որոշում են, այնպես էլ անում են, մենակ սա չի, ամեն տեղ ամեն ինչ թանկացնում են։ 100 դրամ, ուղևորստը 100 դրամ։ Լյուդմիլա Գարեգինյան, Գարիկ Ազիբեկյան, Գալա Նյուզ։